ավագ ընկեր, ով ուշել է Արարատ համայնքի ղեկավարը Ասլան Ավետիսյան, եթե կհիշեք այն դրվագը, որ բռնած արունագարից դա ինքն է, որից հետո իրեն սարքել են իբր կազմակերպիչ կամ խժդժություններ հրահրող եւ դատել են, այդ մարդը դատվել է, հետո ազատահարվել։ Այսինքն ով որ ճնշել է, այսինքն ինքը ֆիզիկապես վնասվել է, հետո այդ մարդիկ դարձել են կազմակերպիչներ եւ այլն։ Ոնց արդեն դիպուկահարը իրեն հատուկ այդ ընթացքում բերել են դրա համար, թե ինքը ինչ-որ միտեղ ծառայել։ Ոչ կա։ Դուք տարվա իշխանություն եք, ըստ ձեզ մարտի 1-ը բացահայտված է, թե ոչ, ովքեր են մեղավորները, որ պատիժը կրում են իրենց։ Իմ ներքին համոզմամբ այո բացահայտված է, ես չեմ կարող իմ համոզմունքը արտահայտել հիմա հրապարակային, բայց մոտավորապես պարզ է ովքեր են կազմակերպել, ոնց են կազմակերպել, ոնց են բանակը ներգրավել, ոնց են այդ սադրանքները կազմակերպել, խանութների թալանը, իրենց խմբերի միջոցով։ Որտեղ են կրում պատիժը։ Հաստատի չեն Եվ ովքեր են։ Անուններ հնչեցին, որ հետախուզման մեջ են բացակայում են Հայաստանի Հանրապետությունից, մարդիկ կան, որ մահացել են էլի կասկածելի հանգամանքներում ինքնասպան են եղել, հիմա Ռոբերտ Քոչարյանն է Քոչարյանի հետ չի մեղադրում, իրա իշխանության օրոք է եղել, այսինքն ով է անմիջական պատասխանատվությունը կրում, այդ 0038, եթե չեմ սխալվում, հրաման կա, դրա մասին էլ խոսվեց, ով է արձակել այդ հրամանը, գլխավոր շտաբի պետը, ում է անմիջական ենթարկում գլխավոր շտաբի պետը, հաստատ ոչ Նիկոլ Փաշինյանը։ Դուք մարտի 1-ի մասնակցել եք, Այո։ բայց բավականին երիտասարդ եք, այն տարեկան եք եղել, գաղտնիք չէ այդ ժամանակ։ 38 եմ հիմա, այն ժամանակ 20-21 տարեկան։